Ամանորի գիշերը բաց էին բոլոր եկեղեցիները։ Միացնայր Մայրտաճարում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք։ Այս արարողությանը հաջորդեց նռնորհնեքը։ 10 տարի առաջ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ է հաստատվել նռնորհնեքի արարողությունը, որը տեղի է ունենում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ առաքելական բոլոր եկեղեցիներում տարեմուտի գիշերը խոհաբանական մաղթանքի ավարտին։ Հոգևորականների թափորը հայոց հովվապետին Սուրբ Տրթատ բաց խորան ուղեկցեց, ապա սկսվեց օրհնության կարգը։ Պահպանիչ եւ հույս սավատացնող Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրհնյա։ Հայրապետը Տիրոջից հայցեց խաղաղություն ու բարօրություն Հայաստան աշխարհի համար, աղոթեց, որ Տերը չարի ոտնձգություններից հեռու պահի մեր երկիրը։ Օրհնեցի եւ սրբեցի նուրս այս անվան փոր եւ որդվո եւ օգնույն սրբո։ Մայրաթորում նռանօրհնության կարգը ավանդաբար հայոց հովվապետն է կատարում։ Օրհնելով նռնենու պտուղը հայրապետը մաղթում է, որ Տիրոջ օրհնությունը մուտք գործի ընտանիքներ զարդարի բարությամբ ու խաղաղությամբ։ Հայկական ավանդության մեջ նուռը ազգային խորհրդանիշ է, կյանքի, ծաղկունքի, առատության ու միասնության իմաստ է կրում։ Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Քրիստոսի հեղած արյան, խորհրդանշում է նաև Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը, Տիրամորը, շնորհների բազմազանությունն ու առատությունը։ Նուռը նաև եկեղեցու խորհուրդն ունի։ Նրան հատիկները պատված են պինդ կեղևով, որպես եկեղեցու բազմազան անդամներ, որոնք միավորված են մեկ եկեղեցու մեջ։ Նրան խորհրդաբանությունը բազմազան է, այն նաև խորհրդանշում է տարին եւ նրա յուրաքանչյուր օրը։ Նուռը որպես խորհրդանշան լայնորեն կիրառվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի եւ մանրանկարչության մեջ։ Նռնորհնեքի խորհրդավոր արարողությունը տարեմուտի գիշերը բազմաթիվ մարդկանց համախմբում է եկեղեցում։ Մարդիկ աղոթական, սիրո եւ միաբանության մթնոլորտում դիմավորում են նոր տարին, աղոթելով մեր երկրի անսասանության համար։ Ամանորի խորհրդանշական ավանդույթներից մեկն է դարձել այս արարողությունը։ Մարդիկ հավատում են, որ օրհնված նռան հետ Տիրոջ օրհնությունն ու լույսն են տանում իրենց ընտանիքներ։